Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այս պահի, ես առցանց կապով կզրուցեմ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հիանալի։ Չնայած Հայաստանում չեք, բայց փորձում եք ձեր ներկայությամբ, ձեր մեկնաբանություններով, այսպես ասած, բացը լրացնել եւ շատ ակտիվ մեկնաբանում եք, ուստի դա շատ կարեւոր է։ Պարոն Խաչիկյան, նախ ուզում եմ խոսենք Վենսի այցի մասին, դուք իհարկե առիթ ունեցել եք խոսելու դրա մասին, սկսենք նախ ինչով էր դա պայմանավորված։ Վենսը ում համար էր եկել, մեր համար էր եկել, Ադրբեջանի համար էր եկել, այսպես մի տեսակ ստացվեց, որ այսպես հնդածս կանգ առավ ուղակի, հետո գնաց Ադրբեջան։ Ինչով էր սա պայմանավորված։ Դե եկեք հենվենք ամերիկացի դիվանագետների, ամերիկացի մեկնաբանների խոսքերի վրա, օրինակ Մաթյու Բրայզան, որ շատ ակտիվ խոսում է, Պոլ Գոբելը եւ այլն, նրանք ինչ են ասում։ Իր նպատակն է, որքան հնարավոր է շուտ Հայաստանը բերել այն վիճակի, որ մենք մինչև վերջ զիջենք Մեղրու միջանցքը, իդեպ Բրայզան 4 անգամ ասեց Զանգեզուրի միջանցք բառը, արտահայտությունը մի ինտերվյուում։ Ինչքան հնարավոր է շուտ հայերին ստիպենք, որ նրանք խաղաղության պայմանագիր կնքեն, օգնենք Ալիևին, որ հայերին ստիպի, որ փոխեն իրենց սահմանադրությունը, այստեղ հաստատենք մեր ազդեցությունը։ Ադրբեջանը մեր ստրատեգիական գործընկերն է եւ շատ ավելի կարեւոր է Միացյալ Նահանգների համար, ամենտեղ բացեբաց ասում են։ Քան Հայաստանը։ Այո, մեր նպատակը Ադրբեջանն է, այսինքն որպեսի, եւ նա ասեց, Բրայզան ասում է, ինչքան հնարավոր է շուտ պետք է հայերին փաստի առաջ կանգնեցնել, որ հանգարց ընդդիմությունը չկարողանա սա կանգնեցնի, որ նրանք մինչև վերջ ամենից ստորագրեն, համանadrությունը փոխեն ու մենք իրանց տարածքով գնանք ինչպես ուզում ենք, մեր սիրելի Ադրբեջանն եւ Թուրքիան փաստորեն միանան, նրանք տեսնում են դա որպես իրենց ռազմավարական դաշնակից։ Իսկ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Խաչիկյան, այստեղ ուղղակի հեռուստադիտողին հիշեցնեմ ով է Մաթյու Բրայզան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահող, նախկին համանախագահող Մաթյու Բրայզայի մասին է խոսքը, որը տևական ժամանակ նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն էր, եւ ի դեպ Ալիևը, երբ որ 44-օրյա պատերազմից հետո դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք կազմակերպեց, առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանը պետք է պարտադիր փոխի Հայաստանի սահմանադրությունը եւ այդտեղ ներկա էր նաեւ տեսանյութը կա, կադրերում երևում է նույն ինքը Մաթյու Բրայզան, որը մշտապես հայտնի է եղել ադրբեջանամետ իր դիրքորոշումներով, նրա կինը նույնիսկ ազգությամբ թուրք է։ Խնդրեմ, շարունակենք։ Իդեպ հետաքրքիր մանրուք, ես ծանոթ եմ իր կնոջ հետ, Ստենֆորդում ենք սովորում միասին, շատ բարեհամբեր, շատ լավ երիտասարդ աղջիկ էր այն ժամանակ, հիմա չգիտեմ, չեմ տեսել, Իրան էլ եմ ճանաչում, ժամանակին նորմալ քննարկումներ ենք հետևարում, բայց դա շատ մոլերանտ պրոթուրքական լոբիստ է եւ անգամ բաց շնորհավորում էր Ադրբեջանին հաղթանակի արդիվ եւ այլն եւ այլն։ Այսինքն ամերիկացիները ասում են, մեր ստրատեգիական դաշնակիցը Ադրբեջանն է, մենք պետք է Ադրբեջանը ռուսական ազդեցությունից ազատենք, մենք պետք է Ադրբեջանը օգտագործենք Իրանի դեմ, հեսա տեսեք, պատերազմ կլինի թե չէ դա մեծ հարց է, բոլորը ասում են, որ կարող է Իրանի վրա հարձակում լինի եւ իհարկե կարեւոր է Իրանը մեկուսացնել, թուլացնել, Իրան-Ռուսաստանից անջատել եւ հաստատել ամերիկյան ազդեցություն եւ իհարկե էներգոռեսուրսները շատ մեծ նշանակություն ունեն, նավթը, գազը եւ այլն։ Իսկ Հայաստանում, որ նա եկավ եւ տեսակ նա շատ ծիծաղելի բան եղավ, որ այս կառավարությունը անգամ հանդգնեց բացեբաց կեղծել թարգմանությունը, որ նման բան հնարավոր էր, որ օրինակ ասենք Վենսի թարգմանիչները սխալվեին։ Նման բան ես չեմ պատկերացնում։ Նախ դուք գիտեք, ես տասնյակ տարիներ աշխատել եմ որպես թարգմանիչ։ Միացյալ Նահանգներում դուք նույն րոպեին գործից կազատվեիք, իսկ եթե դուք դատարանում այդպիսի բան անեիք, ձեզ դատի կտային, որովհետև դուք բան եք perjury, obstruction of justice, ոնց է որ դուք խոչընդոտում եք դատարանի աշխատանքին եւ փաստորեն կեղծում եք, դիտավորյալ կեղծում եք ասածը, դա հանցագործություն է համարվում։ Այդ ոնց եղավ, որ 2 օրվա ընթացքում այդ բոլոր բառերից միայն պատահական այդ մի բառը շփոթվեցին։
չասեցին, այսինքն նա որ ժամերով խոսում էր, հենց այդ բառը պատահական շփոթեցին։ Դե գիտեք, կներեկում եք էշի տեղ։ Եվ արդյունքում ստացվեց, որ Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարելու Հայաստանում միլիարդների հասնող։ Այնինչ Հայաստանն է վճարելու այդ միլիարդները, որպեսզի ամերիկյան ապրանք գնի, այսպես ասենք։ Այո, միանգամից այդ սուտը բռնվեց, պարոն Կարապետյանի թիմը այդ սուտը բռնեց, ես չէի լսում, որովհետև զզվում եմ, ես չէի կարողանում սա լսել։ Ես շատ էի ուզում, որ ամերիկան լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, բայց ոչ այսպիսի վարչախմբի հետ, այդ փողոցից եկած այդ չտես մարդիկ, իմ համար շատ նվաստացուցիչ էր դա տեսնելը, ես չկարողացա լսել, բայց այդ սուտը բռնվեց միանգամից եւ պարզվեց, որ սա ներդրում չի, փաստորեն Միացյալ Նահանգները մեզ մատակարարելու են ինչ որ ծառայություններ ատոմային էներգետիկայի, այն էլ ուղղակի ուզում են փակել մեր ատոմակայանը, եթե ուզում եք խոսանք այդ մոդուլայինի մասին, ես մի քանի խոսենք, այո։ Այո, ուղղակի մենք ենք դա մուծելու, այսինքն մեր պարտքը էլի գնալով աճելու է։ Հերիք չի, որ մենք արդեն, եթե չեմ սխալվում, ինչքան 13 տրիլիոն է մեր պարտքը։ Ավել, արդեն ավել, շնորհավորում, մենք ենք տալու։ Միլիարդ, այդ վերջը մենք ենք տալու այդ փողը, ահա։ Հիմա պլյուս 5 միլիարդ պլյուս էլի 4։ Ու հետո դե պարզ է, որ նրանց նպատակն է փակել մեր ատոմակայանը, որ մենք կախվածության մեջ ընկնենք մեր հարևաններից։ Եթե ուզում եք այդ մոդուլային Այո, խոսենք դրա մասին, որովհետև մենք ինքներս հրապարակել էինք CNN-ի, ամերիկյան CNN-ի մի հոդված, որը ներկայացնում էր մանրամասն, թե ինչ ձախողված փորձ է ունեցել Միացյալ Նահանգները, Միչիգանում, որ հիշում եմ, փորձել է նման ռեակտոր ստեղծել եւ ձախողվել է։ CNN-ի այդ հոդվածում ներկայացված էր փորձառու մասնագետների կարծիքներ եւ ընդ որում այնտեղ հենց այդ հրապարակման մեջ նշվում էր, որ Միացյալ Նահանգները չունի փոքրիկ մոդուլային ռեակտորի փորձ, դա ունեն Ռուսաստանը եւ Չինաստանը։ Խնդրեմ, հիմա խոսենք սրա մասին։ Տևական ժամանակ է եւ եվրոպական երկրները եւ Միացյալ Նահանգները Փաշինյանի թիմի եւ մերձիշխանական այդ քարոզիչների միջոցով հարձակում են գործել, կարելի ասել, մեր ատոմականի վրա, ասելով, որ պետք է փոքր մոդուլային ռեակտորների անցնի Հայաստանը։ Դա մեզ համար կենսական նշանակություն ունի, այն դեպքում, երբ որ մասնագետները բոլորովին հակառակ են մտնում, որովհետև ատոմակայանը ստրատեգիական նշանակության օբյեկտ է մեզ համար, որի շնորհիվ Հայաստանը դառնում է գործոն աշխարհում։ Այո, ես իհարկե միջուկային էներգիայի մասնագետ չեմ, բայց ես որոշ հետաքրքիր նյութեր գտել եմ։ Իսկապես Միացյալ Նահանգներում ստեղծվել էր Science New, կարծեմ, այդ New բառն եմ հիշում, New Science թե Energy New, ինչ որ տենց ծրագիր էին ստեղծել եւ կառուցել էին Այդահո նահանգում այդպիսի մոդուլային կայան, որը հետո փակեցին։ Ինչու? Որովհետեւ պարզվում է, որ այս մոդուլային ատոմակայանները առաջինը 9 անգամ ավելի շատ բանին թափոն են արտադրում, աղտոտվածությունը 9 անգամ ավելի բարձր է։ Պողպատը, նեյտրոնային այդ պողպատը 9 անգամ ավելի շատ է արտադրվում, քան ավելի մեծ ատոմակայանի պայմաններում։ Եվ երկրորդը պարզվում է, որ գինը մի քանի անգամ աճեց։ Այսինքն այդ նույն փոքրիկ ատոմակայանի, մոդուլային ատոմակայանի եւ մեծ ատոմակայանի ծախսերը մոտավորապես նույնն են, իսկ էներգիայի արտադրանքը շատ ավելի ցածր է։ Եվ այդ էլեկտրոէներգիայի գինը այնքան բարձր էր, որ Այդահո նահանգում սկսեցին սա կառուցել եւ հետո փակեցին եւ հետ քաշվեցին։ Եվ Միացյալ Նահանգներում հիմա որևէ հաջող այդպիսի փորձ չկա։ Այդ հաջող փորձերը կան Չինաստանում եւ Ռուսաստանում, բայց դուք հասկանում եք, որ սա էներգիայի հարց չի, սա քաղաքական ազդեցության հարց է։ Մեզ ուզում են էլի սննկացնել, որ մենք կախված լինենք Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ընդ որում Թուրքիան եւ Ադրբեջանը մինչեւ հիմա էլ այդ կեղծ էկոլոգների միջոցով պայքարում են, որպեսզի Հայաստանի ատոմակայանը փակվի։ Պատկերացնում ենք, մենք ինչ աղետի առջև կարող ենք կանգնել։ Մենք նման դեպք ունեցել ենք 90-ականներին, երբ որ ատոմակայանը փակվել է եւ մենք ինչ աղետալի վիճակում ենք եղել։ Այստեղ հիշում եք արևմուտքից մի գործիչ ասել էր հայերը ոչինչ, թող մի քանի ամիսներ կդիմանան ցրտին մթին, չէ՞։ Հա, պատկերացնել պետք չի, մենք բոլորս երկար հիշողություններ ունենք։ Ես հիշում եմ, թե ինչպես իմ ծնողները ընտանիքի անդամները բաճկոններով, շուբաներով քնում էին գիշերը։ Ես հիշում եմ, ինչպես էին հարևաններով հավաքվում, փայտ էին վառում տանը եւ կողքը հավաքվում էին, որ մարդիկ ցրտից չմեռնեն։ Կամ դվիժոկների շուրջ էին, այո, դվիժոկների, այո,
Այո, այդ մանումենտի ծառերը չասեմ, այդ մի կեսը կտրել են, մի կեսը մնացել է, երևի ապագա տարիների համար են թողել։ Եվ շատ լավ հիշում եմ մեր տան ինչպես էր բաժակը պայթել գիշերը, ջուրեր լցրած մեջը փսառուց առաջացավ տան մեջ։ Դուք պատկերացրեք դա ինչ էր, երևի այդ Եվրոպայի բյուրոկրատին բերենք, մի հատ խնդրենք այդ պայմաններում ապրի, մեր երկու ձմեռ, տենակ նա մեզ ինչ կասի։ Մենք դա շատ լավ հիշում ենք եւ երկրորդը մեր հարևան Թուրքիայում շատ լավ ռուսները կառուցում են իրենց ԱԿՈՒ ատոմակայանը, իդեպ չգիտեմ ինչու են դա կառուցում, չեն հասկանում դա ինչու է բերելու, դա իրենց գործն է, բայց շատ լավ էլ կառուցում են։ Իսկ Թուրքիայում երևի սեյսմիկ զոն չի, եւ մի քանի տարի առաջ էր, որ մենք Քրիստոսի դերում հանդես եկանք, որ եղբայրական օգնություն ցուցաբերեցինք, երևի դա չէր եղել։ Այդ սեյսմիկ զոն չէ, որևէ վտանգ չկա, հա, երկրաշարժերի, դրա համար են այնտեղ կառուցում, իսկ մեզ ասում են փակեք։ Այսինքն գիտեք, Ոզնին էլ կհասկանար, սա ինչի համար է արվում, որ մենք կախված լինենք Ալիևից, որ վաղը ես ու դուք ինչ որ հարցազրույց անենք, որ իրա դուրը չգա, նա մեր լույսը անջատի։ Ահա։ Այստեղ իհարկե ամենակարևորը քաղաքական գործոնն է։ Քաղաքական գործոնը, որի պատճառով փակում են։ Պարոն Հաչիկյան, նկատեցիք արդյոք Փաշինյանը մինչ Վենսի հետ համատեղ հայտարարությունը այդ հանդիպումը ասում էր, որ բանակցություններ են վարում նոր ատոմականի կառուցման հետ կապված Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Կորեայի այլ երկրների հետ։ Եվ հանկարծ Վենսը հայտարարում է, որ այսպիսի պայմանավորվածություն են ձեռք բերել փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ Փաշինյանի հետ։ Այսինքն ստացվեց Փաշինյանը հերթական անգամ ստում էր։ Ժողովրդին Չի կարող ասում է. պատահել, Տիկին Սեյրանյան, չի կարող պատահել, այդպես բան չի կարող լինի։ Չի կարող պատահել։ Ինչ եք ասում, ես չգիտեմ, ես ինֆարկտից կմեռնեմ։ Հա, փաստորեն հերթական անգամ ժողովրդին ասում է իբրև թե բանակցում է, Վենսը գալիս է ասում է, ոչ, արդեն որոշումը կայացվել է, ոնց թե որոշումը կայացվել է։ Այո։ Այսինքն այդպես հեշտ որոշել են փակել ու փոխարինել ինչ որ բանով։ Բայց սա առաջի անգամ է, որ դուք այս ոճը տեսնում եք։ Չէ, աղաղակող փաստ է, բայց ատոմականի գլխին սև ամպեր են կուտակվում, սա է վտանգը։ Այո, փակելու են։ Եվ մենք արժանի ենք, եթե մենք այս մարդուն ձայն ենք տալու, մենք արժանի ենք։ Քանի անգամ անա սա արել։ Դուք հիշում եք, որ ասում են միջանցք չի լինի։ Քանի մարդ է ասել միջանցք չի լինի։ 15 կողմից ասում են սա միջանցք է։ Բայց Թրամփն է առաջին անգամ, նաև առաջնահերթությունը տանք օրինակ Թրամփը օգոստոսի 8-ին չասած միջանցք է։ Քանի անգամ ասեց միջանցք։ Ալիևն էլ ասում, Ադրբեջանի բոլորը քաղաքական էլիտան ասում, Թուրքիան ասում, Մաչու Բրայզան ասում, անունը ինչ ուզում եք դրեք։ Բայց Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում համարյա խնդրում աղաչում էր ադրբեջանցիներին, որ մի ասեք միջանցք։ Դե մինչև ընտրվելը թող ասեն, հա, համարյա աղերսում էր։ Պարոն Խաչիկյան, մի կարևոր բան է։ Դրանից հետո Վենսի այցից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույց է տալիս, այսպես ճակերտավոր հարցազրույց է տալիս եւ շատ հետաքրքիր մի բան, այն ինչի մասին ասում եք շատերդ, որովհետեւ եւ օգոստոսի 8-ին եւ վերջերս Վաշինգտոնում Մարկո Ռուբիոյի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո շատերս ասում ենք, որ այնպեսի տպավորություն էր, որ թուղթը տվել են, ասել են մի խոսքով վերջին պահին ծանոթացի ու արի ստորագրի, չէ՞, ըստ էության։ Փաշինյանը այս հարցազրույցում հանրայինի շատ հետաքրքիր մի բան է ասում։ Մտածում էինք, ասում էինք, բայց 99 տարի, 50 տարի որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաեւ թիմում։ Մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասացինք, բայց եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով, առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի անկախ ինքնիշխան պետություն, կներեք, գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ ու այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Այսինքն իրենց համար անսպասելի է եղել, հա, ոնց որ հանկարծ պարզել են, արձանագրել են, որ 99 տարով է։ Ասում է դիսկոմֆորտ ունեինք։ Վերջին պահին երևի տեսել են, թուղթը տվել են, ասել են մի խոսքով էսա։
Շատ հնարավոր է, հետո այդ մարդու խոսքը ոչ մի քարշ չունի, նա վաղը առավոտը կարող է զարթնի լրիվ ուրիշ բան անի, հակառակ բան անի։ Այդ ներդրումների մասին հեսա կասեմ, եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, արժանապատիվ կառավարություն, մենք այնպես կանեինք, որ ստեղծվեր միջազգային կոնսորցիում, որտեղ մենք ունենայինք 51%-ը, մյուս երկրները գուցե իրենց մեջ կիսեին 20%, 10% եւ դա չլիներ 50 տարով, դա լիներ 5 տարով, 10 տարով։ Հետո կարելի էր միջազգային կոնսորցիում ստեղծել ամբողջ Կովկասում, հարավային Կովկասում, որտեղ անդամ լինեին օրինակ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը եւ այդ ասենք ցանկացած երկրի տարածքում 51%-ը պատկանար այդ երկրին, 49-ը կիսվեր ուրիշ երկրների մեջ։ Օրինակի համար եմ ասում։ Այդ ձևով մենք իհարկե կպահենք մեր սուվերենությունը։ Նա որ ասում է ինքնիշխանություն, ես իրան $1000 կտամ, որ նա ասի ինքնիշխանությունը ինչ է։ Այդ մարդը իսկականից կրակի մեջ է անգել, նա երկիր է ղեկավարում չունենալով անգամ դպրոցական կրթություն, նա չգիտի սա ինչ է նշանակում։ Հետո ներդրումների հարցով ձեր մոտ կարծեմ արդեն ասել ենք։ Ուկրաինայում ներդրվել է $500 միլիարդ, $500 միլիարդ։ Դա ինչով ապահովեց Ուկրաինայի ինքնիշխանությունը կամ անվտանգությունը։ Ասել ենք Իրաքի մասին, Աֆղանիստանի մասին 200 միլիարդ, ասել ենք Վրաստանի մասին 6 միլիարդ։ 60 60 կներեք։ Փող ներմուծելով, այո, փող ներմուծելով դուք չեք ապահովում ձեր անվտանգությունը, հետո դա մերը չի լինելու։ Շատ արագ ձեր մոտ են խոսում մեր գործընկերները, որ այն ընկերությունները, հիշում եք, մենք տարիներ առաջ ասում ենք, նրանք կարող են երրորդ կողմին տալ կամ երրորդ կողմի ընկերությունը մտնի սրա մեջ։ Հիմա ամերիկյան այդ ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարելու, այնտեղ կարող են ներդրումներ կատարել թուրք եւ ադրբեջանական ընկերությունները։ Այսինքն իրենց միջոցով նրանք մտնեն այս միջանցք, որից հետո ոչ 50 տարի, ոչ 100 տարի, ոչ էլ 5 տարի ինչ որ մի բան կփոխի, հենց որ Թուրքիան, Ադրբեջանը դառնում են այս տարածքի տերը, մենք արդեն այնտեղ գործ չունենք։ Նայեք Կիպրոսին 70 դե այնտեղ ռազմական ձևով են մտել, բայց տնտեսական ձևով էլ սկզբից կմտնեն, հետո եթե մենք ինչ որ փորձենք ներվային շարժումներ անել, ռազմական ձևով էլ կմտնեն։ Այսինքն նրանք դառնալու են սրա տերը, սա իրենց բանն է լինելու սեփականությունը։ Հիմա էլ արդեն լուրեր են հասնում, ճիշտ ասած անցյալ տարին ինձ զանգ տվեցին, ասացին, որ Մեղրի շրջանում խնդրում են մարդկանց բիզնեսները հեռացնել սահմանից։ Ես փորձեցի դա ստուգել, ասացին այդպիսի բան չկա, պարզվում է կա։ Այսօր նորություններում կարդում եմ արդեն լայնություններ են որոշել մոտ 500 մետր, թե ինչ, չգիտեմ սա Այսինքն հետ են տանում սահմանից։ Դե ասում են, որ այդ գիծը լինելու է մոտ 500 մետր լայնության։ Այո։ Այսինքն տեսեք, մենք կտրվում ենք մեր սահմանից, Իրանից մեր սահմանից մենք կտրվում ենք։ Հիմա նրանք պետք է թույլ տան, որ Իրանից ինչ որ բան մեզ հասնի, անցնի այդ սահմանով։ Այսինքն մնաց մենակ Վրաստանը։ Վրաստանը էլ երկու ճանապարհ ունի, մեկի վրա այդտեղ ադրբեջանական բնակչությունն է, այնտեղ շուտով կարող է թուրքական բազաներ հիմնվել եւ մենք դառնում ենք Ղարաբաղ։ Պարոն Խաչիկյան, ամենամեծ աղմկահարույց դեպքերից էր Վենսի այցի, երբ որ նա ցեղասպանության հուշահամալիր այցելեց տիկնոջ հետ եւ այնուհետեւ գրառումը ջնջվեց, նրա սոցիալական ցանցում արված գրառումը, որում ասվում էր հայոց ցեղասպանություն ձևակերպումը, դա ջնջվեց պատճառաբանելով, թե աշխատակազմը Վենսի սխալմունք է թույլ տվել եւ պետք է հիմք համարել, ընդունել որպես հիմք Վենսի մեկնելու պահին օթանավի մոտ լրագրողների հետ զրույցում ասված ձևակերպումը, հա, սարսափելի դեպքեր։ Կներեք, սա ավելի մեծ ապտակ չէր մեզ Սփյուռքին։ Դուք պատկերացնում եք, որ պարոն Վենսը հրեաների ցեղասպանության մասին գրառում ջնջեր, ինչ կլիներ իր հետ։ Իրեն Վաշինգտոնում հում կուտեին իր հրեա միլիարդատերերը, որոնք իրան փող են տալիս, որ նա ընտրվի։ Պատկերացրեք, այսինքն մենք երկրորդ, երրորդ կլասի ժողովուրդ ենք, մեր արյունը կարմիր չի, մեզ կարելի է այսպես վիրավորել, այսպիսի բան գրել եւ ջնջել, քանի որ ասենք Ալիևը Էրդողանը կարան բարկանան։ Երկրորդը, այս մարդը ու իր ադմինիստրացիան ասում էին, որ մենք ամենաքրիստոնյա վարչախումբն ենք Միացյալ Նահանգների պատմության մեջ, պաշտպանում են քրիստոնյաներին Սուդանում, Նիգերիայում, Իրաքում։ Տրամպը 24 թվականի հոկտեմբերին ընտրությունների արշավի ժամանակ դատապարտեց Պամելա Հարիսին, ասեց դուք չկանխեցիք հայ քրիստոնյաների էթնիկ զտումը, սարսափելի հետապնդումը, երբ որ ես դառնամ նախագահ,
ես կօգնեմ, թե կփրկեմ, թե ինչ-որ տես բան ասեց, օգնեմ, թե փրկեմ, չեմ հիշում, բայց ասեց ես կաջակցեմ, ասենք, հա, քրիստոնյա հայերին։ Հիմա նա դարավ նախագահ ու թքեց մեր երեսին։ Եթե դուք քրիստոնյա ադմինիստրացիա եք, քրիստոնյաները ձեր համար կարևոր են, դուք ո՞նց եք վիրավորում 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը։ Եվ Պելոսին, անգամ Պելոսին Վաշինգտոնից, Այո, Նենսի Պելոսին, այո։ Այո, ասեց, որ սա վիրավորական է։ Գուցե մենք Նենսի Պելոսին բերենք մեզ կառավարի, բայց դուք ինչ եք ուզում, եթե մենք ապրում ենք մի երկրում, որի բնակչության մի մասը ընտրել է մի լրագրող, որը ասում է մենք պետքա դեռ թվերը նայենք, իր խումբն է, չէ՞ ասում։ Մենք չգիտենք քանի մարդ են սպանել, եկեք Ցեղասպանության ժամանակ տեսնենք 1.5 միլիոն էր, թե քիչ էր։ 1.5 չի, դե ասենք 1.2-ա, ասենք, դե արդեն դե պետքա, չէ՞ դրա մասին խոսալ, այսինքն 120 տարվա այդ բոլոր փաստաթղթերը, որ մենք ունենք Լորդ Բրայսից, ամերիկացիներից, գերմանացիներից, անգլիացիներից, այդ ամբողջը մի կողմ ենք դնում, նորից սկսում ենք հաշվել։ Դուք ինչի վրա եք զարմանում, որ մեզ այսպես են վերաբերվում։ Եվ նա, որը ասում է մենք ամենաքրիստոնյա ադմինիստրացիա ենք, հետո գնում է Բաքու եւ գովում է Ադրբեջանի բանակը, որը կատարեց այս էթնիկ զտումը հայերի, որը ինքն էլ դատապարտում է իր շեֆը 24 թվին դատապարտում է հայերի էթնիկ զտումը, նա գնում է Բաքու 48 ժամ չի անցել Հայաստանից գնալուց հետո, որտեղ իրան հենց բաց ձեռքերով դիմավորեցին, այդ գրանձիոզ շոուն սարքեցին իր համար, ուշաթափ եղան, որ Ամերիկան չոր մարդ եկավ, 48 ժամ անցավ, գնաց Բաքու, այսպեսի բան ասում։ Նա գովում է Ադրբեջանի բանակը, որը սպանել է 5000 հայ տղա եւ էթնիկ զտում է կատարել։ Եվ գնում է այդ հայտնի պուրակը։ Եվ այո, այդ չգիտեի, որ նա գնացել։ Այսինքն եւս մեկ ապտակ այդ հայտնի շեխիդների պուրակը։ Եվս մեծ ապտակ մեզ, ուրեմն նա անգամ այս խմբին այնքան չի հարգում, որ գոնե մի քիչ սպասի։ Տեսակ, չէ՞ ոնց օգտագործեցին իր գալը, ինչ շոու սարքեցին։ Պարզա, որ երևի մի 50 անգամ զանգ են տել Վաշինգտոն, ասել են անպայման կասեք, որ դուք մեզ աջակցում եք։ Եկավ, ասեց, գոնե մի քիչ սպասեր, 2 օր սպասեր, մինչև սենց բան աներ։ Գնաց, բայց Բաքվում այդպիսի էյֆորիա չկար Վենսիայցի կապակցությամբ։ Նրանք լուրջ նայում էի, ոնց որ սովորական շարքային, գործի այց է։ Այսինքն այդ էյֆորիան, այս քծնանքը չկար, չնայած այնտեղ շատ լուրջ փաստաթուղթ ստորագրվեց, ռազմավարական համագործակցության խարտիա ստորագրվեց։ Այո, նա ռազմավարական գործընկեր է, նրանք լուրջ մարդ են, նրանք այս թիթիզ չտեսների ձեռը կրակը չեն ընկել, նրանք լուրջ են իրանց պահում եւ ասում են հիմա Միացյալ Նահանգները մեզ վերաբերում է որպես հավասարի։ Իսկ մեր մոտ այս չտես քաղկենիները իրանց ուշքները գնում է։ Իդեպ ասեմ, ես հենց մտածում եմ, ի վերջո Հայաստանը պարտվեց մեր տղաները 18 տարեկան տղաները չպարտվեցին Ադրբեջանի բանակին կամ բայրակտարներին կամ Թուրքիայի ռազմական հրամանատարությանը։ Նրանք պարտվեցին դոլարի համը առած այս չտես քաղկենիներին։ Նրանք մեզ բերեցին այս պարտությանը, որոնք այդ դոլարի համից ուշքները գնաց, մեզ սովորացրեցին, որ ղարաբաղցիները մեր թշնամիներն են, Ղարաբաղը պետք է հանձնել, հայրենիքը պետք է հանձնել, Մեղրին պետք է հանձնել, վաղը դոլար են բերելու։ Այն էլ այդ դոլարը չեկավ։ Պարզվեց մենք ենք իրանց դոլար տալու։ Տեսեք ոնց են մեզ խափում։ Ու նա գնում է Բաքու, իրանց այնտեղ լուրջ ընդունում են։ Նրանք լուրջ մարդիկ են։ Նրանք թիթիզ չեն, ոչ էլ չտես են։ Նրանք այսպես չեն պահում իրենց։ Բայց անգամ այս շոուից հետո 2 օր սպասել։ Դուք հիշում եք Շրոդերը, որ գրեց Ղարաբաղցիները այնուամենայնիվ ունեն ինքնորոշման իրավունք։ Հիշում եք, էլի այդ էքստազը սկսվեց Հայաստանում։ Սեպայի փաստաթղթում, որը վավերացրել են եվրոպական մի քանի տասնյակ երկրների պարլամենտներ, ինքնորոշման իրավունքը հիմքում դրված է Արցախի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը, որը ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպայի միջև Եվրոպական միության մեջ 2017 թվականին։ Խնդրեմ։ Այո, այդ ամեն ինչը կար։ Ու ջնջում են, ինչու են ջնջում, որովհետեւ մենք ոչ մի նշանակություն չունենք իրանց համար, թքում են մեր երեսին, մեր ցեղասպանության հիշատակին։ Ոչ Ռուանդայում տուցիների վերաբերյալ են այսպես պահում իրանց, ոչ Կամբոջայի ցեղասպանության զոհերին այսպես վերաբերվում, ոչ Սուդանում քրիստոնյաներին են այսպես վերաբերվում, Կոսովոյում էլ չասեմ, անկախություն տվեցին իրանց, մեզ չտվեցին։ Իսկ մեր երեսին կարելի է թքել։ Ես ասեմ, որ ես շատ վիրավորված եմ, քանի որ Ամերիկան, Միացյալ Նահանգները եւ ամերիկյան դիվանագիտությունը շատ մեծ դեր էր խաղացել։ Դուք գիտեք, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրի Մորգենտաուն, իդեպ իր թոռը իմ ուսանողն էր։ Նա ինձ մոտեցավ, ասեց՝ «Պարոն Խաչիկյան, գիտեք, որ ես Հենրի Մորգենտաուի թոռնիկն եմ»։ Նա այն դիվանագետն էր, Միացյալ Նահանգների դեսպանն էր Ստամբուլում, որը հանդիպում էր Թալատ Փաշայի հետ, փորձում էր համոզել կանգնեցնել հայերի ցեղասպանությունը։
Եվ ամերիկյան միսիոներները տասնյակ հազարավոր երեխաներ են փրկել, հայ որբեր են փրկել։ Եվ սա պատիվ է բերում ամերիկյան դիվանագիտությանը։ Իսկ մեզ այսպես վիրավորել, մեզ վերաբերվել որպես 4-րդ կլասի ժողովուրդ, որ մեր նահատակների հիշատակը կարելի է ջնջել։ Մի բան էլ ասեմ ձեզ, այն մարդը, որը ջնջում է 1.5 միլիոն արևմտահայերի հիշատակը, որը մեր այս դավաճանների օգնությամբ ջնջեց 150,000 ղարաբաղցիների հիշատակը, նա վաղը ջնջելու է մեզ ու ջնջելու է մեր հիշատակը, որտեղ մենք ոչ մի բանով ավելի լավը չենք, քան ստեփանակերտցիները կամ մարտակերտցիները կամ մշեցիները կամ վանեցիները։ Մենք իրանցից լավը չենք։ Եթե դուք կարծում եք, որ ձեր վզին չի հասնի, այդ դանակը շատ սխալվում եք, այդ ձեր աչքերի առաջ ջնջում են ամեն ինչ։ Պարոն Խաչիկյան, ուզում եմ այս դրվագի վրա մի փոքր կանգ առնենք, որովհետև օրինակ պատկերացրեք ԱՄՆ Միացյալ Նահանգների, հա, այդպիսի գերտերության փոխնախագահի սոցիալական ցանցի էջում նրա աշխատակազմը տեղադրում է գրառում հայոց ցեղասպանություն ձևակերպմամբ եւ հանում են արագ ջնջում են, վերացնում են, դնում են այդ ահա ձևակերպումը սարսափելի դեպքեր։ Ով զանգեց, ով կարող էր զանգել, օրինակ Թուրքիան, Ադրբեջանը ասեին, էս ինչ եք անում, չէ՞, չգիտեմ ում բանով անել։ Այստեղ կարևորը ինչն է։ Եթե Միացյալ Նահանգների փոխնախագահը մի ձևակերպում, մի միտք շատ արագ ջնջում է, վերացնում է ու գցում պատասխանատվությունը իր աշխատակազմի վրա, այդ գերտերությունը ո՞նց է մեր անվտանգությունը երաշխավորելու, երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր հարձակվի մեր վրա, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը, ասենք Ադրբեջանը մասնավորապես, մի հատ եթե գրառումը հեռացնում են, ջնջում վերացնում են սոցիալական ցանցից, այդ ո՞նց են մեր անվտանգությունը երաշխավորելու։ Եթե հարձակում եղավ Ադրբեջանին, ո՞նց են ասելու կամ Թուրքիային ո՞նց են ասելու, դուրս եկեք, Հայաստանի վրա չհարձակվեք։ Ասեմ ոնց են ասելու։ Նույն ձևով, ոնց որ 2000 թվին, երբ որ սրանք վազեցին օգնություն խնդրելու Վաշինգտոնում, Պոմպեոն իրենց ասեց. Թուրքիան մեր դաշնակիցն է, ձեր գլխի ճարը տեսեք։ Նույն բանը իրենց ասեց Ստոլտենբերգը Բրյուսելում, նույն բանը Թուրքիան մեր դաշնակիցն է, ձեր բանը գլխի ճարը տեսեք։ Հիմա նրանք ունեն երկու Թուրքիա։ Մեկը հերիք չէր, հիմա նրանք ունեն երկու ստրատեգիական դաշնակից։ Մենք բուտերբրոդի օրն ենք ընկել։ Այս կողմից ու այն կողմից ստրատեգիական դաշնակից։ Ոչ մի ձևով։ Եթե այսօր մեր 1.5 միլիոն հայերի հիշատակը ձեր աչքի առաջ նագլի ձևով ջնջում են, որ մի հատ է թքեն մեր երեսին, այս հերիք չէր էս։ Մեր պարտությունները, էթնիկ զտումը մի հատ է պետքա մեր նահատակների հիշատակը պղծեն։ Էդ էլ հերիք չէր։ Հիմա էլ ասում են երկու կողմից մեր դաշնակիցներ, իսկ դուք ով եք։ Նա մեզ ասել է դուք մեր դաշնակիցն եք, այն հոգեկան հիվանդների բառերը էլ չհիշենք, որ ասում են 8 րոպեում գալի է Ամերիկայի բանակն է գալու, մեկ էլ Ֆրանսիայից Մակրոնն է գալու սպիտակ ձյու վրա։ Բանի հետ, Բրիժիտ Բարդոյի հետ, եթե հիշում եք, էդ էլ են մեզ պատմում։ Հիմա եթե իսկ իրան որևէ մեկը հարց տվել է, պարոն Վենց, մենք բավականին դժվար վիճակում ենք։ Դուք ասում եք, որ պետք է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։ Դուք Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում տեղակայում եք ձեր զորքերը, որ պաշտպանել ռուսներից, պրիբալտներին։ Դուք Լեհաստանում, Ռումինիայում ստեղծում եք հսկայական ռազմական ինֆրաստրուկտուրա, որ ռուսներից պաշտպանեք այդ երկրները։ Դուք հիմա Ադրբեջանին խոսք եք տվել, իդեպ մեր Կորոչենկոներին այդ ոնց են այդ ռուսամետների, ասում եմ ռուսամետների, թուրքամետների այդ Մոսկվայի լոբին, Կորոչենկո, Մաքսիմենկո, չգիտեմ դրանց անունները։ Մի հատ իրանց հարցրեք, գոհ եք։ Հիմա նրանք ասում են մենք ռազմանավեր ենք ձեզ տալու Ադրբեջանի Կասպից ծովի այդ ափի կողքը հիմա լինելու է ՆԱՏՕ-ի ռազմանավեր, ինչպես ձեր խոնար տարան 5 տարի ասում էր, եկան, հասանք, դրան էլ հասանք։ Դե թող Մոսկվայում նայեն իրենց այդ Դուգինի այդ եվրոասիական այդ քաղաքականությունը ինչին բերեց, թող դրան էլ նայեն։ Հիմա մեկը իրան հարցներ, այդ բոլոր երկրներին պաշտպանում եք, ասում եք մենք պետքա անվտանգության երաշխիքներ տանք Ուկրաինային, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, ասում են պետք է անպայման անվտանգության երաշխիք։ Մենք մեր ռեգիոնի ու աշխարհի կյաժն ենք։ Մեզ ոչ մի երաշխիք չեն տալիս, իրան այդ հարցը տվել են, դուք կապահովեք Հայաստանի անվտանգությունը։ Ոչ։ Այդ հարցը տվել են Power-ին, Տիկին Power-ին, որը գալիս բաներ, սուտ կոկորդիլոսի արցունքներով լաց էր լինում Գորիսում, նայում էր Ղարաբաղի վրա այդ բանը, Փարիզի մերնել կողքը։ Իրեն հարցրեցին, իմիջիալոց ցեղասպանության մասին գիրք ա գրել Տիկին Power-ը։ Իրեն հարցրեցին, ինչ կանեք դուք, եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստան։ Լռություն։ Հարցրեցին Ֆրանսիայի պաշտպանության դեկորնյուի այդ բանը մինիստրին, որը մեզ 3.5 հրթիռ խոստացավ, այդ ուր հասավ, ես տենց էլ չիմացա։ Իրան հարցրեցին, դուք ինչ եք անելու, եթե լինի հարձակում Հայաստանի վրա, ասում եմ մենք չենք միջամտելու։
ասեց Ֆրանսիայի անվտանգության նախարար։ Խնդիրը նրանք չեն, Տիկին Սեյրանյան, նրանք ազնիվ ասում են, դուք մեզ պետք չեք, մեզ պետք է Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանի, Իրանի դեմ, մեզ պետք է նավթը եւ գազը։ Նրանք ազնիվ են, նրանք չեն խնդիրը, չէ, նրանք ազնիվ չեն իհարկե, նրանք 15 երեսանի սրիկ են, այդ մի կողմ։ Բայց մեր հիմնական թշնամին նրանք չեն։ Մեր հիմնական թշնամին այդ ներքին դավաճանները, այս դոլարի համառած քաղկենիներն են, որոնք մեզ տասնյակ տարիներով հիմար հեքիաթներ են պատմում։ Եվ դու դրանց հետևանքը տեսակ, Ղարաբաղը զավթեցին 150,000 մարդ, թե 20,000 մարդ դարավ փախստական, խոստացան, որ թույլ չեն տա, ոչ ոք ոչ մի բան չարեց, ասում էին կորիդոր չենք զիջի, չենք տա, կորիդորա, բոլորը ասում են, որ կորիդորա, էլի խափեցին։ Հիմա էլ գալիս է ասում է մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանն է, դուք չեք։ Դուք մեզ 5 միլիարդ դոլար տվեք, որ մենք ձեր ատոմակայանը փագենք։ Նրանք չեն խնդիրը, մեր խնդիրը մեր ներքին թշնամին է, այս ներքին դավաճաններն, որ ամեն կանալներով մեզ հիմարություն են ասում, գիպնոզի տակ են մեզ պահում։ Մեզ պետք է ռեալ մտածող կառավարություն, որը հասկանա մենք փոքրիկ հանրապետություն ենք, աշխարհը թքած ունի մեր վրա, բոլորը իմիջայլոց։ Մենք պետք է այս վտանգավոր աշխարհում շատ զգուշ մեզ պահենք, պետք է մեր ուժերը գնահատենք, դաշնակիցներ գտնենք, ոչ թե ընկնենք այս PR էժան շոուների հետևից, կիսախելագար ղեկավարով։ Պարոն Խաչիկյան, նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ներկայացուցիչ աշխատակից եւ հայտնի վերլուծաբան Փոլ Գոբլը Գոբլի պլանի հայտնի 90-ականների Գոբլի պլանի հեղինակը շատ ակտիվացել է այս օրերին էլ եւ հարցազրույցներ է տալիս, նա նույնիսկ 2023 թվականին մեզ հետ զրույցում, մեր լրագրող Արաքս Մարտիրոսյանի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը չի հրաժարվելու Զանգեզուրի գաղափարից եւ նա համարում է, որ դա Ադրբեջանի մաս է։ 23 թվականին դա այսպես շատ շոկային էր թվում, շատերը նույնիսկ մեզ քննադատում էին, վայ ես ինչ եք հրապարակել, բայց բացահայտումը ակնհայտ էր։ Այս օրերին Վենսի այցի մասին խոսելիս նույն Փոլ Գոբլը ասում է, որ առանցքային այստեղ Ադրբեջանն է, այսինքն Վենսը, Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ադրբեջանով, որպեսզի Ադրբեջանին հանկարծ չկորցնի։ Բայց այստեղ մի բան ձեզ հիմա հարցնեմ, որտեվ ինչու եմ ասում Ադրբեջանի պահվածքը Վենսի այցի ժամանակ շատ հավասարակշիռ էր։ Այստեղ կա Իրանը, որը ունի լրջագույն պայմանագրեր համագործակցության Չինաստանի հետ։ Ադրբեջանը, որը ունի լրջագույն պայմանագրեր Չինաստանի հետ։ Չինաստանը եւս ունի իր շահերը այս տարածաշրջանում եւ այդպես հեշտ չի զիջելու։ Այստեղ կա Ռուսաստանի գործոնը, ել չասեմ, հա, ինչպեսի համագործակցություն է Ռուսաստան եւ Չինաստան հարաբերությունների մասին նույնիսկ չխոսեմ։ Մենք այստեղ նույնիսկ, հա, հիշում եք Նիկոլ Փաշինյանի բանը 9 ամիս Չինաստանը այստեղ դեսպան չուներ։ Մի քանի ամիս է ինչ եկել է։ Բոլոր չինական պրոյեկտները, բաները տորպեդահարվում են, չինական առաջարկները տորպեդահարվում են։ Այսինքն ստացվում է բոլորի հետ, նույնիսկ Միացյալ Նահանգների հետ նման պայմանագիր ստանալով հանդերձ, խարսիա ստորագրելով հանդերձ Ադրբեջանը, ինքը շարունակում է Չինաստանի հետ շատ լուրջ համագործակցել, Իրանի հետ էլ ունի պայմանագրեր։ Այո, նա լուրջ մարդ է, նա լուրջ խելացի մարդ է, շատ ափսոս որ նա մեր թշնամին է, որովհետև նա լուրջ կրթված ղեկավար է, իր երկիրը կառուցեց, իր բանակը կառուցեց, ամբողջ աշխարհի ճիշտ դիվանագիտություն ավարում, մենք ընկանք այս դեղին մամուլի լրագրողի ձեռքը, որը ոչինչ չի հասկանում, ոչինչ չգիտի, չի կարողանում ճիշտ դիվանագիտություն վարել։ Եթե մենք խելք կունենայինք, մենք օրինակ Իրանի հետ sense չէինք սրի մեր հարաբերությունները, այդ աննախադեպ հայտարարությունները լսեցիք։ Մենք Չինաստանի հետ կզարգացնեինք, այո, դեսպանի եւ ուրիշների միջալուց, եթե ուզում եք խոսենք դրա մասին, իրենց մեկնաբանները շատ լուրջ բաներ են ասում Հայաստանի մասին հիմա։ Չինաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Պակիստանն է Ադրբեջանին զենք վաճառում, էլ չասեմ Իսրայելը հիմնական վաճառողը, Թուրքիան, Եվրոպան, Չինաստանը այստեղ լուրջ շահեր ունի, Չինաստանը եւ Ռուսաստանը եւ Իրանը, մենք իրենց հետ կարող ենք ճիշտ դիվանագիտություն վարել, զսպել մեր թշնամիներին, կամ այնպես անել, որ գոնե մեզ հարգեն, մեր հետ հաշվի նստեն։ Դա էլ չեն կարողանում անել, էդ էլ տապալեցին։ Ադրբեջանը 3 անգամ իր բյուջեն ավելացնում է, զինվում է։ Միացյալ Նահանգները, որ մեզ այդքան սիրում են, հայերին շատ սիրում են, գիտեք, չէ՞, ուշքները իրանցը չի։ Բա ինչու են զինում Ադրբեջանին։ Էդ ում դեմ են զինում։ Եվ որոշ չափով իհարկե օգտագործելու են եւ Ադրբեջանը եւ Հայաստանը
Իրանի դեմ այդ դրոնները ասեն Դե բիզնես է, հիմա Ամերիկան իր զենքն է վաճառում, իր ապրանքը վաճառում է։ Հիմա օրինակ Լոնդոնը, Մեծ Բրիտանիան 150 միլիոն ֆունտ է տալիս, ֆունտ օգնություն է տալիս Ուկրաինային, որպեսզի Միացյալ Նահանգներից զենք գնի։ Միացյալ Նահանգները լավ է անում, իր զենքը վաճառում է։ Նույն ձևով Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին։ Այո, թող վայելեն, թող նրանք էլ վայելեն իրենց քաղաքականության հետ։ Հասկանում եք, բայց այդտեղ խնդիրը այն է, որ չեղարկում են կասեցման են տանում 907 բանաձևը։ Այո, հիմա դա լինելու է մասշտաբային ձևով, ստրատեգիական գործընկերություն, Թուրքիան, Ադրբեջանը միասին հիմա արտադրելու են նոր զինատեսակներ, այնտեղ բազաներ են հիմնվելու, շատ հեշտ է տեսնել իրանց նպատակը, ստեղծել մոնոլիթ Թուրքիա, Ստամբուլից դեպի Բաքու 100 միլիոն բնակչության հետ, հսկայական բանակ, հսկայական տնտեսական հնարավորություններ, ներդրումներ եւ հետո դա կսի տալ Ռուսաստանի վրա։ Եվ Ռուսաստանի վերջը կգա, եթե դա ստեղծվի։ Ստամբուլից մինչև արդեն Ղազախստան։ Եվ մի բան էլ ասեմ, վերջերս բավականին լուրջ իրանական բաներ, անալիստներ, հավելուծաբաններ շատ լուրջ լեզու օգտագործեցին բառեր Հայաստանի նկատմամբ եւ ասեցին, նախ զգուշացրեցին Ալիևին, ասեցին, որ անցյալ տարվա հարցակման ժամանակ դուք հանցակից եք, դուք օգնեցիք, Ալիևի ռեժիմը օգնեց Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին եւ դուք պատժվելու եք դրա համար։ Եվ նաեւ արդեն ամերիկյան վերլուծաբանները բացեիբաց ասում են, որ Հայաստանը նույնպես կարող է ներքաշվել այդ պատերազմի մեջ, Հայաստանը կարող են օգտագործել այս պատերազմում եւ դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Տեսեք, մենք ուր ենք գնում, չունենալով որևէ քարտ այս խաղում, մենք մտնում ենք այս խաղի մեջ, որ հիմա էլ Իրանի Ռուսաստանի հետ ճշնամանանք։ Դուք տեսեք, այս խելագար դիվանագիտությունը մեզ ուր է տանում։ Հետո այդ դրոնները, նախ շատ լավ է որ դրոն ենք ձեռք բերում, շատ լավ է։ Երևի պետք չէր քանի տարի անցավ, 6 տարի առաջ չեղարկել մեր դրոնների գնման ծրագիրը, որը նախկին ղեկավարությունն էր ստորագրել, պետք չէր դա չեղարկել եւ այդ թիթիզ բաները Su-31 էր կարծեմ ձեռք բերել, որ սելֆի անեք հետը։ Պետք չէ։ Հետո այս դրոնները պետք է խնդրել պատերազմի ժամանակ, ոչ թե պատերազմից հետո։ Ռուսները ասում են ճաշից հետո կարակ պետք չի բերել։ Դա պետք չէ։ Հետո սա հետախուզությունը շատ լավ բան է, բայց անմիջական ռազմական հարված կամ հակահարված հասցնելու հնարավորություն դա չունի եւ չորրորդը դա ում դեմ է օգտագործվելու Ադրբեջանի թե Իրանի ով է վերահսկելու այդ դրոնները Իրանի ռեակցիան շատ պարզ է կարող է սկսել խոշոր ռեգիոնալ պատերազմ շատերն են ասում որ արդեն պատրաստ են որ սա սկսվի կուզեք դրա մասին խոսենք եւ մենք փաստորեն ներքաշվում ենք դրա մեջ Կարծում եք այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները կգնան այդ արկածախնդրությանն էլ, որտեղ դա այսպես մեղմ է ասել կրակի հետ խաղալ։ Իրանից այո լուրջ սպառնալիքներ հնչեցվեցին։ Իրանի դեսպանի հայտարարությունը, որ Թեհրանում կարծում են, որ Հայաստանը թշնամական պետությունների համար, Իրանի թշնամական պետությունների համար կենտրոն է դարձել ընդդեմ Իրանի, դա շատ լուրջ հայտարարություն էր։ Դե ոնց ասեն, ճիշտ, զգուշացնում եմ, իմիջիայլոց իրանց էլ մի քանի հարց։ Երևի պետք չէր շնորհավորել Ադրբեջանին, երբ որ հայերին դուրս հանեցին Ղարաբաղից, որը հիմա օգտագործվում է որ ձեր դեմ, այնտեղ բազաներ կան, դուք էլ երևի մտածելու տեղ ունեիք, որոշ մեր ուրիշ հարևաններ ընկերները նույնպես մտածելու տեղ ունեն, թե արդյոք հիմա դուք հասկանում եք Ղարաբաղը ու մեր պաշտպանում թե ինչ նշանակություն ուներ Արցախը, ինչ նշանակություն ուներ Ղարաբաղը։ Հիմա հասկացաք, դե հիմա արդեն ուշ է։ Այո, մենք նրանք քաղաքականություն չունեն, տիկին Սերյան, նրանք կանեն ինչ որ իրանց ասեն։ Ինչ իրանց զանգեն ասեն, նրանք դա կանեն։ Եթե նրանց ասեն Հայաստանը որևէ ռազմական պոտենցիալ չունի Իրանի դեմ օգտագործելու, ուղղակի ասելու են բացեք ձեր ճանապարհները, մեզ պետք է ասենք զինատեսակներ ձեր տարածքով տեղափոխել, շատ հանգիստ էլ կբացեն, նրանք ուղղակի կօգտագործեն Հայաստանի տարածքը տրանսպորտային այդ հաղորդակցությունների համար, հետախուզության համար։ Մենք որևէ պոտենցիալ չունենք։ Եվ ամերիկյան վերլուծաբանները, ում հետ ես անգամ ինտերվյու եմ անցկացրել ձեր մոտ, ասեցին, մենք նկատել ենք, որ ռազմական ինքնաթիռներ եկան Երևան։ Եվ դա լավ նշան չէ։ Եվ Հայաստանը կարող է ընդգրկվել լայնածավալ ռեգիոնալ պատերազմում։ Իսկ հիմա, որ ռազմական ինքնաթիռների մասին է խոսքը։ Նրանք ասում են, որ ինչ որ ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներ են եկել Երևան։ Հնարավոր է, որ դա եղել է Վենսի այցից առաջ, մի քանի օր առաջ։ Հնարավոր է, որ դա եղել է Վենսի այցից առաջ, Վենսը ինքը եկել էր, կարծեմ 20 թվով 20 ինքնաթիռներով։ Այդպես է, չէ՞, կարծեմ այդպես է։ Չգիտեմ որքանով է բանը, ստույգ չասեմ, բայց կարծեմ
մեծ քանակի ինքնաթիռներով էր կարծեմ նշվում էր եկել։ Հնարավոր է որ իր պաշտպանության համար էլ է դա եղել, բայց Ամերիկայում դա նկատեցին։ Մեզ ուղղակի օգտագործելու են ինչ որ տրանսպորտային եւ հետախուզական գործունեության համար։ Մենք որևէ պոտենցիալ չունենք։ Հիմա, եթե Իրանի վրա իսկապես լինի հարձակում, Իրանը ասել է այս անգամ մենք հետ չենք պահելու մեզ, մենք խոշոր հարված ենք հասցնելու, դե էլի բառը մի բանա, արածը մի բանա, տեսնենք ինչ կլինի իսկապես։ Նրանք կարող են հակահարված հասցնել Միացյալ Նահանգների նավերին, իմիջիալոց այդ ավիակիրները, որ մոտեցել են Իրանի սահմաններին, եթե նրանց Իրանը օգտագործի բալիստիկ գերձայնային հրթիռներ, նրանք որևէ ձևով պաշտպանել չեն կարող։ Այսինքն այդ նավերը զոհ են գնալու։ Եթե սկսեն զոհվել ամերիկյան զինվորները, դուք պատկերացրեք ինչա սկսվելու։ Նրանք հակահարված կարող են հասնել եւ բազաներին, եւ նավերին, եւ Իսրայելին, եւ կարող է լայնածավալ ռեգիոնալ պատերազմ լինել։ Լսեցիք, որ Թուրքիան արդեն պատրաստում է բուֆերային զոնա։ Իմիջիալոց դա գովեց մեր շատ սիրելի իմ նախկին ընկեր պարոն Բրայզան։ Ասում է, այո, Թուրքիան պատրաստվում է Իրանի տարածքում բուֆերային գոտի սահմանել, որ եթե լինեն օրինակ փախստականներ այնտեղ մնան, այսինքն պատրաստում են մասնատել Իրանը։ Դրա մասին ասում է Բրայզան, շատ հանգիստ, ասում է, հայո, շատ ճիշտ են անում, ինչու չանեն։ Սիրիայում արդեն արեցին, Թուրքիան Սիրիայում 30 կիլոմետրանոց զոնա ստեղծեց։ Իսրայելը արդեն Դամասկոս է մտնում, 20 կիլոմետր է մնացել։ Արդեն հասնում են Դամասկոսին, այնտեղ էլ անվտանգության զոնա։ Հիմա ասում են Իրանում ենք սահմանելու, այսինքն երբ են հասնելու Սյունիք, ոնց է կարծում։ Ինչքան օր կանցնի, կամ ամիս կանցնի, որ կասեն, գիտեք, կարող է պատերազմ սկսվի Իրանում։ Մենք պետքա բուֆերային գոտի սահմանենք Սյունիքում, որ հանգարց փախստականներ չգան Ադրբեջան։ Ես որ իրանց տեղը լինեի, այդպես կանեի։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Եվ մենք ունենք այս PR կոմպանիան, այս թիթիզների թիմը։ Կարծիք կա եւ դա օբյեկտիվ հիմքեր ունի այդ կարծիքը, որ Վենսի այցը նաև, այսպես ասած, նվեր էր Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ եւ նա իր աջակցությունը հայտնեց ընտրություններում Նիկոլ Փաշինյանին։ Դրանից առաջ հիշեցնեմ, որ Հական Ֆիդանը Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար եւ ներկայիս արտգործնախարար Հական Ֆիդանն էր ասել, որ անկեղծորեն աջակցում են Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում, խոսելով 26 թվականի հունիսյան ազգային ժողովի ընտրությունների մասին։ Հարցս հետևյալն է, երեք այդ մասին նաև խոսեց պարոն Արամ Համբարյանը, Սփյուռքի կառավարուն ներկայացուցիչ Հայդատի։ Նա ասում էր, որ այդ հարցերը խստորեն պետք է Սփյուռքի կողմից ներկայացվի Ամերիկայի իշխանություններին, որովհետև Միացյալ Նահանգները մշտապես դեմ է եղել եւ պայքարել է, որպեսզի որևէ արտաքին միջամտություն չլինի ամերիկյան դեմոկրատիային, ամերիկյան ներքին հարցերին, ընտրական հատկապես գործընթացներին, եւ սա դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների ուղղակի միջամտություն Հայաստանի ներքին կյանքին, Հայաստանի ժողովրդավարությանը։ Սրա մասին խոսենք։ Այո, խոսենք։ Դուք հիշում եք, չէ՞, ինչ եղավ, երբ Տրամպին մեղադրեցին, որ Ռուսաստանը խառնվեց Միացյալ Նահանգների ընտրություններին։ Իհարկե, մեծ աղմուկ էր, այո։ Russiagate, ինչ մեծ աղմուկ էր, որ Ռուսաստանը ինչպես համարձակվեց միջամտել մեր ընտրություններին։ Հետո տարիներով իրար դատի էին տալիս, հետո վերջում Տրամպը իրանց դատի տվեց, Օբամայի թիմն էր կարծեմ, հիմա չեմ էլ հիշում։ Թոլսի Գաբերտը այդ գործում մասնակցեց, շատ սիրելի, շատ գեղեցիկ, շատ խելացի կին է միջայլոց։ Եվ հայրենասեր, մեզանից ավելի հայրենասեր է, հայրն ինքը ավելի շատ է սիրում Հայաստանը։ Նա էլ խառնվեց, պարզվեց այդպիսի բան չկար։ Այսինքն ինչ աղմուկ, որ Ռուսաստանը կարող է պատահի խառնվել էր Միացյալ Նահանգների ընտրություններին։ Իսկ մեր դեպքում դա կարելի է անել։ Բացեի բաց Եվրոպան գալիս է ասում, մենք ձեզ փող կտանք, մենք ձեր կողմից ենք, Թուրքիան է ասում, Ամերիկան է ասում, եւ ոչ ոք չի ասում, այդ սուվերենությունը ինչ եղավ։ Այդ սուվերենություն բառը ես բացատրեմ, գնացեք Բրիտանիայի հանրագիտարան Բրիտանիկա, Միացյալ Նահանգների բանը, Library of Congress, կոնգրեսի գրադարան, նայեք ոնց է դա կոչվում, ինչ է նշանակում սուվերենություն, որ որևէ արտաքին ուժ իրավունք չունի խառնվել ձեր ներքին գործերի մեջ։ Դուք անկախ եք, դուք եք որոշում, դուք ամենավերին ատյանն եք, դե գերիշխող իշխանությունը, վերահսկողությունը պատկանում է ձեզ, ձեր արտաքին քաղաքականությունը եւ ձեր ներքին քաղաքականությունը դուք եք որոշում, ոչ ոք խառնվելու իրավունք չունի։ Դա է սուվերենությունը։ Հիմա ինչ մնաց մեր սուվերենությունից։ Իսկ այն արգումենտը, որ գիտեք, Եվրոպան թող խառնվի եւ Ռուսաստանը չխառնվի։ Այսինքն, ես գամ ձեր տունը թալանեմ, ասեմ ինձ կներեք Տիկին Սերանյան, ես լսել եմ, որ ձեր մոտ գողեր են գալիս։ Դրա համար ես որոշեցի, ես գամ ձեզ թալանեմ, որ գողերը ձեզ չթալանեն։ Այսինքն սա մանկապարտեզ է։ Ես չգիտեմ զարմանալու կարիք կա թե չէ, որտեղ մարդիկ ընդհանրապես կրթություն չունեն, ընդհանրապես չունեն։ Ինչ կարող են ասել։ Պարոն Խաչիկյան, օրերս նաև շատ հետաքրքիր էր
Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Մարտակոսի հանդիպումը Անկարայում նրանք խոսեցին, վերահաստատեցին Թուրքիայի որպես Եվրամիության անդամի տեխնացու երկրի կարգավիճակը։ Նրանք ընդգծել էին, որ Թուրքիայի Եվրամիություն հարաբերությունների ռազմավարական արժեքը արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայությանը նպաստելու գործում եւ շատ հետաքրքիր էր նաեւ դե գիտեք որ Թուրքիան արդեն քանի տարի փորձում է Եվրամիության անդամակցել եւ նրան չեն թողնում եվրոպական մի շարք երկրներ դեմ են որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ եւ պատճառներից մեկը հենց այն է որ Թուրքիան ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ եւ 1.5 միլիոն զոհեր են եղել եւ Թուրքիան դրա համար ոչ պատասխանատվություն է կրել ոչ ներողություն է խնդրել հիմա կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի երեսը մաքրում է հա ցեղասպանությունը կասկածի տակ է դնում զոհերի թիվը կասկածի տակ են դնում ինքը Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանով բանով ինչպես նշեցիք որ ուզում են դեռ հաշվեն էլի ցուցակներն այն տեսնեն չեն հրապարակում 44 օրյա պատերազմի զոհերի ցուցակը մինչև հիմա չեն հրապարակել հա սրանք բայց խոսում են որ հələ այդ 1.5 միլիոն մարդիկ որ ասում են ցեղասպանվել են 15 թվականին դեռ պետքա ճշտենք ինչևէ հիմա փաստորեն Թուրքիան էլի այդ ուղղությամբ քայլեր է անում բայց ամենակարևորը այդ Մարտակոսի եւ Հական Ֆիդանի հայտարարության մեջ ինչն էր ասում են երկու կողմերն էլ ընդգծել են Թուրքիայի որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը այսինքն արդեն իրենք համարում են որ Ռուսաստան չկա Իրան չկա այստեղ գլխավոր դերակատարը Թուրքիան է այդպես չէ Դուք քանի տարի եք դա ասում Տիկին Սերանյան Դուք էլ Ես քանի տարի եմ դա ասում 35 տարի առաջ երբ սովետական միությունը փլուզվեց իմ պապիկը որը պատմաբան էր ակադեմիայի անդամ էր ասում էր հասկացեք արևմուտքի նպատակն է Ռուսաստանին դուրս հանել եւ Կովկասը տալ Թուրքիային հասկացեք դա ասել էր իմ պապիկը 35 տարի առաջ բացվեց նա լրիվ ճիշտ է դուք քանի տարի եք դա ասում նույն բանը քանի անգամ կարելի է բացատրել մեր ռեգիոնում լինելու է Թուրքիա-Ադրբեջանի գերիշխանությունը ոնց որ մենք սովետական միություն էինք նայում ասում ենք տեսեք ինչ ուժ ունի ինչ ազդեցություն է հիմա նույնը լինելու է Թուրքիան Ադրբեջանը եւ Իսրայելը իսկ Իսրայելը նշանակում է որ Թուրքիան եւ Ալիևը կարող են կառավարել Տրամպին նրանք Տրամպին կարող են հրաման տալ Նետանյահուն ինչ ասում է նա անում է որտեվ Նետանյահու ընկերներն են իրան ընտրել այդ $150 միլիոն ստեղ 300 միլիոն ընդեղ դոլարով է ընտրվել այս մարդը իսկ այդ դոլարները գալիս են մեծ մասը Իսրայելի լոբիից այսինքն նրանք ունեն հզորագույն դաշինք Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան, որը ամեն ձևով տիրելու է մեր ռեգիոնում։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությունը, հա, հետո նայեք թուրքերի ճկունությունը, թուրքերի դիվանագիտությունը, ուղղակի հիանում եմ, գիտեք, հիանում եմ։ Բոլորին խաբեցին, բոլորից ինչ ուզեցան վերցրեցին։ Նրանք եւ Եվրոպայում են տիրելու, եւ Ասիայում են տիրելու։ Մեր շատ սիրելի ռուս ընկերներին տեսեք ոնց խաբեցին։ Որ ասում են մենք թույլ չենք տա, որ Շվեդիան, Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք թույլ չենք տա, դուք մեզ ընդառաջեք, մենք էլ ձեզ կտեսակ ոնց խաբեցին, գցեցին։ Նույն բանը անելու են Եվրոպայում։ Այնտեղ ունեն հզոր լոբի, ունեն հզոր ազդեցություն, թուրքական դիասպորա կա, սփյուռք կա Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Հիմա էլ Ադրբեջանի նավթ ու գազը դրան ավելացավ։ Տեսա Գերմանիայի դեպուտատների կարծեմ 30%-ը բան էր Ադրբեջանի փողով էր սպոնսորվում։ Նրանք ամեն ինչ էլ կանեն, նրանք շատ խելացի են, նրանք շատ ճկուն են։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ես միշտ կողմ եմ եղել, որ թուրք հասարակության հետ առանց վիրավորելու, առանց ինչ-որ վերեշխնդրության զգացմունքների կարելի է դրա մասին խոսել, քննարկել եւ սկսել իրար հասկանալ։ Առանց ասում եմ նորից, առանց որևէ, ասենք, տարածքային պահանջների, առանց որևէ վիրավորանքների կամ վերեշխնդրության։ Բայց սա չէ, քեզ չեն կարող հարգել, եթե դու այսպիսի ղեկավար ունես։ Եթե քո սեփական ղեկավարը ամեն ինչ ուզում է հանձնի, մենակ ինքը ընտրվի։ Նա ասում է, չգիտեմ, եղել է ցեղասպանություն, դե լավ, կնայենք ում են սպանել, ինչու եք չափազանցնում եւ այլն։ Հələ տեսեք ուր ենք մենք հասել։ Ո՞վ է ձեզ հարգելու, ո՞վ է ձեր հետ հարգալից խոսելու, եթե դուք այսպիսի ղեկավար ունեք։ Մենք այս պահին, երբ որ զրուցում ենք, պարոն Խաչիկյան, համալիրում մեծ միջոցառում է իրականացնում մեր ձևով շարժումը, ուժեղ Հայաստան կուսակցության մեծ հավաքն է, այսօր նրանք հայտարարեցին փաստորեն, որ իրենց առաջնորդը եւ վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է հենց
Տեսեք, երեք զրուցում էի ազգային ժողովի նախկին նախագահ քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ եւ խոսում էինք այս բոլոր աջակցություններից։ Եվրոպան է աջակցում կայակալասներով, նույնիսկ փողեր են տալիս, որ հիբրիդային պատերազմի անվան տակ սկսեն բռնոցիները, հա, ընդդիմախոսների բոլորի նկատմամբ այս սանձարցակ այսպես քայլերին օքեյ են տալիս, հա, արևմուտքը, Եվրոպան Վենսն է հայտարարում իր աջակցության մասին, Հական Ֆիդանն է հայտարարում, Ալիևը ամեն ինչ անում է, որ Փաշինյանը ընտրվի։ Եվ Տիգրան Թորոսյանը ասում էր, եթե հայ ժողովուրդը իսկապես գիտակցի եւ մեծ մասնակցություն ունենա ընտրություններում, որևէ մարտակոս, որևէ կայակալաս, որևէ Վենս, JD Վենս, որևէ Հական Ֆիդան, Ալիև եւ Էրդողան չեն կարող ազդել ժողովրդի որոշման վրա։ Որքանով եք սա հավանական համարում, որքանով դա կաշխատի իսկապես, այո, իշխանությունները վախենում են, ինչպես Գյումրիում իրենք պարտվեցին, որովհետև մեծ մասնակցություն եղավ։ Որքանով եք հավանական համարում այս սցենարը, որ ժողովուրդը ի վերջո կհասկանա, թե ինչ թուրքական պրոյեկտ են անում եւ դուրս կգա, ոտքի կկանգնի, մեծ ակտիվություն կցուցաբերի ընտրություններում։ Եվ արդյոք դրանից հետո արևմուտքը կամ այդ կենտրոնները ուժ չեն կիրառի, թե կհամակերպվեն նրա հետ, որ Փաշինյանն է, թող գնա, կգա մեկը եւս կաշխատենք հետը, ինչպես է լինելու։ Դժվար է լինելու, հեշտ չի լինելու, քանի որ այսքան բանից հետո տեսակ մեր ժողովուրդը շատ մեծ հուսահատության մեջ է, չգիտեր ում հավատա, դժվար է լինելու, բայց պետք է ամեն ինչ անել։ Մեր գործընկերները, պարոն Բագրատյանը, պարոն Նահապետյանը շատ գեղեցիկ ձևով սա ձևակերպեցին։ Պարոն Բագրատյանը ասեց, սա լինելու է Հայաստանի վերջին ընտրությունները, եթե սխալ ընտրություն կատարեն։ Պարոն Նահապետյանը սա համեմատեց Սարդարապետի հետ։ Եվ նա ճիշտ է ասում։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, նրանք արդեն հանձնեցին Մեղրին։ Մենք կտրվեցինք Իրանի սահմանից, մենք կամաց-կամաց դառնում ենք Ղարաբաղ։ Մեր ժողովուրդը պետք է դա հասկանա, ժողովրդին պետք է հասկացնել, պետք է գյուղերում աշխատել, ռայոններում աշխատել, այս անընդհատ այդ ստերը, որը ՀՄԷԿ-ը թափում է մեր ժողովրդի վրա, այդ անընդհատ մեր ժողովրդի խելքը լվանում են, դրա դեմը հնարավորին չափ պետք է առնել, չնայած ունեն հսկայական, քարոզչական այդ ծախված քարոզիչների թիմը ունեն, ճիշտ է։ Պարոն Կարապետյանին պետք է աջակցել, բոլորին պետք է աջակցել, բոլոր այն ուժերին, թող մեր ժողովուրդը ընտրի, ես ով եմ ասեմ, ով ում ընտրի, ում ուզում են թող ընտրեն։ Ցանկացած ուժ, որ կարող է կանգնեցնել Հայաստանի ապամոնտաժման կործանման process-ը, ես կողմ եմ։ Նախկին ղեկավարներ եք ուզում, թող նախկին լինեն։ Նախկին չեք ուզում, թող չլինեն։ Պարոն Կարապետյանին, ուրիշներին ձեր տվեք։ Ասում եմ, անգամ եթե ես երևի շատ իդեալիստ եմ, բայց անգամ եթե ես խմբից մի քանի մարդ լինի, որի խիղճը զարթնի, նրանք հասկանան ինչ են անում եւ նրանք ցանկանան կանգնեցնել այս կործանումը, Հայաստանի կործանումը, ես իրանցել եմ կողմ եւ մի քանի այսպիսի մարդ եղել է տարիներ առաջ, ես իրանց ճանաչում եմ, որոնց խիղճը զարթնել է, դուրս են եկել այս խմբից։ Ապրեն, շատ ապրեն։ Բոլորին էլ կողմ եմ, ես որևէ քաղաքական ուժի հետ ոչ մի կապ չունեմ։ Կարծում եմ, որ պետք է կոնսոլիդացվի, մի քանի խոշոր խումբ ստեղծվի, քանի որ մի խումբ չի լինելու, մենք դա գիտենք, մի քանի խումբ թող ստեղծվի։ Այն 1.5%-անոց փոքրիկ Նապոլեոնները թող միանան։ Թող միանան, հետո այդ աթոռները կիսեն իրանց մեջ։ Սկզբից դուք մի փոշիացրեք ձայնը, ընտրվեք, միասին ընտրվեք, հետո էլի կարող կռվեք ձեր աթոռների համար։ Բայց գոնե հիմա միավորվեք, մի քանի խմբով թող գնան։ Այն մարդիկ, ովքեր ասում են նախքին չենք ուզում, խնդրեմ, տեսեք ինչքան մարդ կա, որ նախքին չի։ Այն մարդիկ, ովքեր ասում են նախքին ենք ուզում, նախքիններն էլ կան։ Ում ուզում եք ընտրեք, մենակ այս process-ը պետք է կանգնի, որ մենք Հայաստան չկորցնենք։ Իդեպ, նախքիններին մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Դուք տեսեք ինչ կոռուպցիա է ծաղկում այս ռեժիմի ժամանակ։ Այդ ԽԾԲ ինստիտուտը, ընտանիքի անդամներին փող բաժանելը, այդ կոնտրակտներ բաժանելը, տենդերներ բաժանելը ու ամենակարևորը 5 միլիարդով մեղրին ծախելը։ Այսինքն նախկինների մեղքը, ես նախկիներին չեմ պաշտպանում, ոչ էլ կապ ունեմ իրանց հետ, բայց նախկինների մեղքը նրանում էր, որ նրանք 5 միլիարդ չվերցրեցին մեղրին ծախելու համար։ Իսկ այս հերոսը, մեր խզոր վարչապետը, նա ծախեց։ Դուք տեսեք 5 միլիարդով մեղրին հանձնեցին։ Իբր նախկիները այսպեսի բան չարեցին։ Ու նրանք նախկիներին մեղադրում են, որ նրանք կոռումպացված են։ Հələ աշխարհի բանը նայեք։ Իդեպ թուրքագետ Վարուժան Գեղամյանը Հական Ֆիդանի այդ հայտարարությունից հետո, որով աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանից հետո
հայտարարությունից հետո Վարուժան գրել էր. Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնող, հայկական տարածքներն օկուպացնող, Հայաստանի վրա սիրիացի վարձկաններ ուղարկող, ռազմագերիներ պահող, ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի, հավելին կոնկրետ մարդու։ Այսինքն սա այն է, ինչ պետք է իմանալ, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան, որը հայ ժողովուրդը, որոնց հայ ժողովուրդը համարում է իր թիվ 1 իրեն Հայաստանի նկատմամբ թիվ 1 սպառնալիք ներկայացնող հանդիսացող երկրներ։ Եթե նրանք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն պետք է ընդհանրապես հետևություն անել եւ հեռու մնալ, որովհետեւ ձեռագիրը չի փոխվելու, չէ՞, որքան էլ ասեն պարոն Խաչատրյան։ Իհարկե ոչ, շատ լավ հիշացրեցիք, շատ լավ հիշացրեց Վարուժանը, որ նա գնում է, Վենսը գնում է Բաքվում, գովում է մի բանակ, որտեղ ջիհադիստներն են կռվել։ Սիրիայից տերորիստ են բերել, ահաբեկիչ են բերել, ու նրանք կռվել են մեր տղաների դեմ, եւ պարոն Վենսը գովում է նրանց։ Մի բան էլ ասեմ, ես այդ իրանց շուստրիությունից հետո, այդ թարգմանությունը կեղծելուց հետո, հեգնանքով գրեցի մի ուրիշ թարգմանություն։ Հումորով, այո, հումորով տեսանյութ էիք տարածել։ Մենք էլ Բայց ես մնացի իմ հումորի տակ։ Ես իմ հումորի զոհը դարձա ու բերանս մինչև հիմա բաց է եւ իմ շատ սիրելի գործընկերուհի Նայրա Զորաբյանը երկուսով շոկի մեջ են։ Գիտեք ինչու ենք շոկից։ Առաջինը որ մեր Նախ պետք է ասվի այդ թարգմանությունը ինչ է անում, պարոն Խաչատրյանը ծաղրում է այս իշխանությունների թարգմանությունը եւ Վենսի թարգմանիչների։ Այո, դե նախ ես ցնցված եմ, որ այսպիսի կներեք ափաշկերաձևով մի ամբողջ ժողովուրդ խափում են եւ կեղծում են թարգմանությունը։ Երկրորդը, երբ որ ես ծաղրում էի դա, ես Վենսին միացրեցի, այնտեղ Վենեսուելայի մասին էր խոսում, իմիջիայլոց Վենեսուելայի անունը լսվում էր։ Ես էլ ասեցի, մենք բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկեն այս անձի համար, կտանք $1 միլիոն, 1 կիլո ոսկի, 200 գրամ բրիլյանտ ու Մադոննա սերվիս։ Ու դրանից հետո դե մեծամասնությունը հասկացա, որ սա ծաղրանք է, ես ուղղակի ծաղրում եմ, թե նրանք ոնց կեղծեցին այս թարգմանությունը, բայց որոշ մարդիկ ասեցին մի ասեք, սրանք լուրջ կընդունեն։ Եվ մի քանի մարդ գրել էր, որ իսկապես տենց բան է խոստացել Վենսը, եւ պարոն Խաչիկյանը ճշմարտությունը վերջապես ասեց։ Մինչև հիմա ես շոկի տակ եմ։ Ասենք գնան դեսպանատան մոտ հերթ կանգնեն, ասեն Վենսը մեզ բան է խոստացել, տվեք 200 գրամ բրիլյանտ։ Պատկերացնում եք, չէ, ես իմ սարկազմի տակ մնացի, որ Վիկտոր Համբարձումյանի ազգը 25 արտասահմանյան ակադեմիայի անդամ, Սերգեյ Մերգելյանի ազգը, Իշտոյանի ազգը, ասենք 1% հավատում է, որ Ամերիկայից հիմա 1 կիլո ոսկի են տալու 200 գրամ բրիլյանտ ու Մադոննա սերվիս։ Ես իմ կատակի տակ մնացի, ես մի օր շոկի մեջ եմ եւ Տիկին Զորաբյանն էլ շոկի մեջ է։ Մենք կհանդիպենք իրար խոսենք կհանգստացնենք դուրս կգանք այս վիճակից։ Շնորհակալ եմ, հարգելի հետևորդներ, առցանց կապով ես զրուցում էի Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ, կհանդիպենք, հաջողություն ձեզ։